Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղհալածյալ է, թե կաշառքլափող։ Խորհրդարանն այսօր վաղ առավոտից այս թեման էր քննարկում, ինչը իշխանության եւ ընդդիմության միջև դարձավ փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների պատճառ։ Քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառքը լափի եւ բռնվի։ 6 ամիս իդեպ 2 օր պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդու վարկաբեկելու եւ կեղծ առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորների համոզմամբ Գյումրու դեպքերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխող ԿՊ-ն չի ընդունում ժողովրդի քվեն, եւ այդ պատճառով էլ իշխանությունը նախ ինֆորմացիոն արշավի միջոցով փորձում է վարկաբեկել մարդուն, ապա արդեն գործի է դնում իրավապահ համակարգը։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, վարչապետը շաբաթներ առաջ էր ամբիոնից հայտարարել, որ դուրս է շպրտելու Վարդան Ղուկասյանին քաղաքական եւ հանրային դաշտից։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա։ Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա։ Իշխող ԿՊ-ից հակադարձում են, խորհրդարանական ընդդիմությունը ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառալափության համար։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձում էր ճիշտ օրինակներ գտնել, որպեսզի նկարագրի, թե ինչ մասնակցություն է ունեցել ընդդիմությունը Վարդան Ղուկասյանի ընտրության հարցում։ Ի վերջո Կոնջորյանը կանգ առավ տանգոյի վրա։ Դուք այդ տանգոյի մեջ Վարդանիկի զուգընկերն եք եղել։ Չէ, զուգընկերն էլ չէ, որտեվ ուզում եմ ինչ օրինակ բերեմ, որ պոլիտկոռեկտ լինի, որտեվ կան օրինակներ հիմա մտքիս մեջ, թե դուք ինչն եք Վարդանիկի հետ եղել այդ ամբողջ պատմության մեջ։ Տանգոյի համատությունը բավարար չհամարելով ԿՊ խմբակցության ղեկավարը պնդեց, թե ընդդիմադիր խորհրդարանական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, իսկ Վարդան Ղուկասյանն էլ նրանց մարմնավորում է։ Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեգել վազում էր։ Վազող հուշարձանն է Վարդանիկը կաշառակերության։ ԿՊ-ական Վահագն Ալեքսանյանը նախընտրեց թմրամոլության համեմատությունը, պնդելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը առանց կաշառքի չեն կարողանում ապրել, ինչպես թմրամոլները առանց թմրանյութի։ Բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը հակադարձում էր, երբ իրենք հայտարարում են, որ որևէ մեկի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, ամենևին նրան սուրբ չեն հռչակում, այլ ասում են, որ այդ անձի նկատմամբ կա տարբերակված մոտեցում, պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Հիմա եկեք տեսնենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ, ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը։ Տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը ու տեսել եք Գյումրու համայնքապետը կոտրելու, համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիվից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ։ 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա։ Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա 0։ Իդեպ Հայաստան խմբակցությունից Ագնեսա Խամոյանը անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ձերբակալման օպերացիային նշեց, որ 3 երբ իշխանությունը բազմաթիվ ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել Գյումրիում, Երևանում ծեծի էր ենթարկվում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Պատգամավորի փոխանցմամբ ակտիվիստը զանգահարել է ոստիկանության նոր-նորքի բաժին եւ պարզել, որ այնտեղ ոստիկան չկա, քանի որ ներքին գործերի նախարարությունը բոլոր ուժերը կենտրոնացրել էր Գյումրիում։ Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել 3, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Ընդդիմադիր падգամավորը հարց հնչեցրեց, ինչու իրավապահները նույն պրոֆեսիոնալիզմով չեն բացահայտում իրական հանցագործներին, բերման չեն ենթարկում մարդասպաններին, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցագործներին, ինչի արդյունքում հանցավորությունը երկրում աճում է։ Երբ որ ցույց են տալիս մեր ուժայինների, պատկան մարմինների ձեռքբերումները, որ դրոնով գաղտնալսումներ են անում, ես ձեզ հարց եմ տալիս, այդ դրոնը որտեղ էր, երբ որ ընդդիմադիր համայնքապետին սպանում էին եւ նախապատրաստում էին իր սպանությունը, որտեղ էր այդ դրոնը։